Ուրեմն, ինչպես գիտեք, ես նույնպես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ եւ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում եւ դուք ասացիք երկու մասով էլ մեկնաբանեմ, ձեր ասած երկու մասում էլ մեկնաբանության բան չկա այն ինֆորմացիայի բերումը, որը ես հենց նոր ձեզ ասացի։ Պարոն Փաշինյան, դիրեկտոր Թերապետի գործերի նախարարը նա խոսել է, որ հայ-թուրքական կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական կարգավորման հետ, բայց սա մի կողմ Հական Ֆիդանը նաև այսպես ասած Զանգեզուրի միջանցք ձևակերպումն է կրկին օգտագործել, նշել, որ խոսքը Հայաստանի տարածքի մասին է եւ Շահառուն Ադրբեջանն է եւ որ այս խնդրի հետ կապված հարցեր կան, որոնք համաձայնեցված չեն։ Հիմա ես ձեզ ուզում եմ հարցնել ձեր վերջին ելույթներում դուք պարբերաբար նշել եք, որ եթե օրինակ օգտագործվում է այսպես ասած Զանգեզուրի միջանցքի եզրույթը, Ադրբեջանը իր ներքին ճանապարհները նկատի ունի եւ ոչ խոսքը Հայաստանի սահմանների մասին չէ։ Ի վերջո Ադրբեջանից ստացել եք այդ բարձրաբանումը, ինչ նկատի ունեք Զանգեզուրի միջանցք ասելով եւ Թուրքիան ինչ նկատի ունի, երբ ասում է Զանգեզուրի միջանցք։ Ես ուրիշ բան եմ ասել եմ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաների կամ որևէ բանի անուն կարող է որոշել Հայաստանի Հանրապետությունը եւ մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունով բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Route նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այդ ենք ասում։ Ես ոչ թե նորից, այլ մի անգամ ասել եմ եւ այդ ասածը անընդհատ ուժի մեջ է, որ դա չի կարող այն տերմինաբանությունը, որը մենք չենք ընդունել, մենք չենք սահմանել կամ մենք չենք համաձայնվել, դա չի կարող վերաբերելի լինել Հայաստանի Հանրապետությանը, եթե որևէ մեկը այլ տրամաբանությամբ է օգտագործում, դա վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Հաջորդ հարցը Անդրազարյան Պարոն վարչապետ, այսօր առավոտյան հայտնի դարձավ NVIDIA-ի ծրագրի հետ կապված, հետաքրքիր է ձեր կարծիքը դրա նշանակության մասին, արդեն իսկ մեկնաբանություններ կան, որ դա ԱՄՆ-ի վստահության մասին է խոսում, որ դիտում է Հայաստանը ոչ արդեն որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, տնտեսական, քաղաքական նոր իրողության մասին է եւ այլն, եւ մի հարց էլ հիբրիդային պատերազմի հետ կապված փորձագետները ընտրությունների նախորդող էսփուլում ահազանգում են դրա ահագնացող տեմպերի մասին, հետաքրքիր է ինչ է արվում այդ արտաքին ազդեցությունը նվազեցնելու համար ու միջազգային գործընկերների աջակցության կարիք կա թե չէ այստեղ։ Նախ Firebird ընկերության ծրագրի եւ NVIDIA-ի արտանման լիցենզիայի մասին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Տրամպին, որովհետև նաև
Իհարկե այդ ծրագիրը իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տրամաբանության մեջ եւ նաեւ ես վերջերս առիթ ունեցա նախագահ Տրամփի հետ խոսել այդ թեմայով, որպեսզի ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները եւ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ եւ շատ արագ արձագանքեց եւ այդ ծրագիրը արդեն ըստ էության վստահաբար ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի։ Ինչ վերաբերում է հիբրիդային եւ շնորհավորում եմ Firebird ընկերությանը եւ ընդհանրապես ոլորտին, տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետեւ կարծում եմ դա իսկապես շատ ծանրակշիռ նշանակության ներդրումային ծրագիր է եւ մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով։ Եվ ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմի դրսևորումներին, դե կտեսեք հազար ներողություն, տեսեք մենք սենյակներում բանակցությունների մասին ինչ ենք խոսում եւ ինչ հավաստի տեղեկություններ են, հավաստի տեղեկությունները ուղիղ հակառակի մասին են եւ որն է մեր գործիքը հիբրիդային այդ սպառնալիքների դեմ պայքարելու, մեր գործիքը թափանցիկությունն է, ժողովրդավարությունն է եւ ակտիվ հաղորդակցությունը հանրության հետ։ Պարոն վարչապետ, հարցս շարունակությունն այս հարցի